Ողջույն հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը այսպես շատ լավ ու աշխատանքային են հետևորդներ ջան, այսօր գտնվում եմ լավաշի արտադրամասում, առավոտյան ժամը 8-ից եկել եմ այստեղ որպես վաճառողուհի և գնալու եմ տուն արդեն իսկ գիշերը ժամը 11-ին երկու սմենն էլ պետք է վաճառողուհի լինեն, որովհետև երկուսն այսօր իրանց ազատ օրերն էր, զբաղված էին, գործեր ունեին, այնպես որ ես եմ եկել լավաշի արտադրամաս, հետևորդներ ջան, գործ արդեն ավարտել ենք, վերջացրել ենք, ժամը 7-ն է և այսպես որոշեցի, որ նստեմ և մի փոքր ձեր հետ զրուցեմ իմ առօրյա այսօրվա արած օրից։ Այսօր թխել ենք շատ լավ լավաշներ, արտակարգ լավաշներ, համ ու հոտը, որ ամբողջ փողոցով մեկ հոտը տարածվել էր, հաճախորդներ կային, որ գալիս էին և ասում էին, պատկերացրեք հոտով եկել ենք, հասել ենք խանութ, նոր է բացվել արտադրամասը, շատ հաճախորդներ կան, որ չգիտեն, որ լավաշի արտադրամաս կա այստեղ և պատկերացրեք այսօր եկել են անուշ հոտից, թե հացի, թե լավաշի, թխել ենք շատ լավ հացեր, հաց և լավաշ, ունենք հացի լայն տեսականի հետևորդներ ջան, այս պահին մնացել է բուխանկա, հրազդան և մատնաքաշ, ունենում ենք սեռի բուխանկա, սեռի կլոր հացեր, պուրի ենք ունենում, բատոն ծաղիկ ենք ունենում, վերջացել են, այս պահին չունենք, մնացել են մի քանի տեսակներ, որոնք հեսա մեծ սիրով ձեզ ցույց կտամ, հետևորդներ ջան, տեսեք սա բուխանկան է, սա այսպես ինչ լավ չորացրած, արտակարգ լավ բուխանկան էր, բուխանկան ինքը իրականում պետք է այսպես կարմիր լավ չորացրած լինի, որ խրխրթան ուտվի, սա էլ հրազդաններն է հետևորդներ ջան, տեսեք, այս տեսակի է լինում հրազդանները և մատնաքաշը, այս պահին այս 3 տեսականին է մնացել, շատ մատչելի գնով ենք վաճառում, գինը 150 դրամ մատնաքաշը և հրազդանը, իսկ 100 դրամ էլ բուխանկան, հետևորդներ ջան, այնպես որ խանութը գտնվում է Ստեփանավանում, Բաղրամյան 27 կոտորակ 2 հասցեում, գինը շատ հարմար է, 150 դրամով ենք վաճառում, համով հացա, քարի մատնաքաշ, թխվում է քարի վրա, որի հետևանքով շատ համով է լինում մեր հացը, ունենք շատ լայն սպառում, հետևորդներ ջան, գրեթե Ստեփանավանը իր ամբողջ գյուղերով մենք բոլոր տեղերում տանում ենք և սպառումը շատ լավ է, այնպես որ կարող եք այցելել մեր խանութ և գնել շատ էժան և բարձր որակով հացեր, քաշը ինքը թխված և պատրաստի վիճակում կազմում է կես կիլոգրամ, քաշն էլ է տեղը, որակն էլ է տեղը, ամեն ինչն է տեղն է, քարի վրա յուրաքանչյուր թխված բան շատ համով է լինում, ինչու եմ այդպես ասում, հիմա ցույց տամ, տեսեք իմ լավաշի, որ նույնպես քար է, կերամիկա է, տեսեք ինչու եմ ասում, որ քարի վրա համով է ամեն ինչը, հիմա նայեք, մեր լավաշի ապարատն էլ է, այսպեսի քարի, կերամիկայի, այսպեսի տեսակի, տեսեք, սենց գլգլի կռոլիկներ են պտտվում, քարից են, կերամիկայից ու պատկերացրեք վրան լավաշը արտակարգ համով է լինում, պատկերացրեք, որ լավաշը թխվում է քյարփինջի վրա, քարի վրա, ինչ տեսակի համ կունենա, շատ համով է լինում, հիմա նայեք, այսպես կտրել ենք, որ պաշկա հանեմ ու տեսեք, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե մեր լավաշը ինչ տեսակի, այս տեսակի, սենց կարմիր, սաղ, կողով, հիմա նայ, սենց գլուխ ունենք, հլը այս գլխի հատվածը տեսեք, թե ինչ ձևի, թե հետևը, հլը հետևի կարմրացությունը, թե այսպեսակ, շատ լավն է բերանում հալվող լավաշա, հետևորդներ ջան, տեսակի նայեք փաթեթավորված լավաշներ, կես կիլոգրամանոց փաթեթավորմամբ տուփեր, տեսեք, այսենց ամտուփը մենք վաճառում ենք 250 դրամ, 500 գրամ է մեջը,
նախորոք արդեն կտրատած, պատրաստած լավաշա։ Մեր մոտ լավաշի գրամը 500 դրամ արժի, ավելի մատչելի է, քաղաքում երևի ամենամատչելի խանութը դա մերն է, որ համ լավաշն է էժան վաճառվում, համ հացն է էժան վաճառվում։ Հաստատ գնային ոչ մի տեսակի փոփոխություն էլ չեմ պատրաստվում անելու, նույն գնով էլ վաճառելու եմ, հետևորդներ ջան, այնպես որ կարող եք համենալ եւ գնել շատ լավ համով եւ բարձրորակ ընտիր հաց եւ լավաշ։ Ունենում ենք նաեւ հոթդոգային բաժին ունենք, վաճառում ենք պիցաներ, հոթդոգներ, խաչապուրիներ, կիսաֆաբրիկատներ, լավաշ, չորացված խաշի համար նախատեսված, տաք թեյ, սուրճ, սուրճերի տեսականի ամեն ինչ ունենք հետևորդներ ջան, իմ սիրելի հաճախորդներ ջան, այնպես որ կարող եք գալ Բաղրամյան 27 կոտորակ 2 հասցեն եւ օգտվել մեր համեղություններից։ Հիմա այսպես մենակ եմ, բոլոր աշխատողները գնացել են եւ այսպես շրջում եմ ամբողջ փռով մեկ լավաշ, շատ քիչ է մնացել վաճառելու, ընդամենը մի թեթև դաստա է մնացել վաճառեմ, վայ, իմ թորնիկն էլ հյուր եկա կապակցությամբ, ինչ լավ բան է գնել, վայ մամա ջան, նայեք ինչքան լավն է, վրայից չեն կարում հանեն, նստելա, հետո հելե կանգնելա ու ես ես տեսա իրան կանգնած, հիշեցի իմ տղային, ուրեմն այդպես կանգնած ամբողջ ճանապարհը իմ տղան գնում էինք Արտաշատ 2-3 ժամ, այդպես կանգնած ավտոյում գալիս էր ու որ սվուկին է տեսա այդպես կանգնած հիշեցի Կարենին։ Շնորհավոր ելմի, Դաշ ապիս, ասա ապիս, վայ, ուր ես գնը, ցույց ա տալի, նայեք, ես ցույց ա տալի, ասում ա, տես ինչ ունեմ, ամանետ ինձ սիրուն, այ մորը, եքում ա, իմ ջանի, Լեմանց ա ու երկում ա, իմ աղջիկը ուրախացել ա ու պարում ա, ճապ ա տալի, դե ճապանի, օրիկ բեյ։ Հետևորդներ ջան, թորնիկս էր եկել ինձ հյուր, եկավ շատ ուրախացա, առավոտից չէի տեսել թորնիկիս, կարոտել էի շատ, մեկ է տեսնեմ անակնկալ, եկան ինձ տեսակցության շատ ուրախացա, ուրեմն ես լավաշի պռի տարածքը ազատ ա, լայն ա, ուրախացել ա, թազառած իր այդ ավտոմեքենայով դեսուդենա գնում, շատ ուրախացել էր, դուրս ու ներս արեցինք, ահագին մոտ 1 ժամ մնացին ինձ մոտ եւ գնացին տուն պատրաստվելու, որովհետեւ իր հայրիկն ա գալիս, ուրախացել ա, մաման ասում ա, պապան գալիս ա, ուրախացել ա, ասում ա, հա, շատ ուրախացել էր, որ իր պապան գալիս ա, պատկերացրեք մի տարեկան երեխա եւ ամեն ինչ գիտակցում, հասկանում ա, ուրիշ վաղ որ ասում են, վայ, երեխաները ոչ մի բան չեն հասկանում, կամ են լրիվ սուտ ա, հավատացեք, ամեն ինչ էլ հասկանում են, ամեն ինչ էլ գիտակցում են, հասկացնել են տալի ինչ են ուզում, ամեն բան շատ լավ իմանում են։ Երեխաներ ասեցի, հիշեցի, թող իմ թորնիկի գլխավորությամբ վաղը մեր երեխաների օրն է, թող մեր երեխաները լինեն առողջ, միայն ու միայն առողջ հետևորդներ ջան, ես ամենամեծ ցանկությունս, որ հայտնում եմ, դա միայն առողջ երեխան է, առողջ երեխա, որ լինում է ամեն ինչ, լինում է ճիշտ, ամեն ինչ լինում է տեղը տեղին, պետք է լինեն առողջ, դրա համար ես ցանկանում եմ, որ մեր բոլոր երեխաները լինեն առողջ, իսկ ովքեր որ ունեն առողջական խնդիրներ, ապա ցանկանում եմ, որ Աստծո օրհնությամբ բոլորը վերականգնվեն, առողջանան եւ դառնան ազգին արժանի երեխաներ, զավակներ։
Թող շնորհավոր լինի մեր բոլոր երեխաների տոնը։ Հավատացեք, որ մայրիկներն ավելի շատ են ուրախանում երեխաների տոնի հետ կապված, երեխաներին տանում են զբոսայգի, տանում են կարուսելներ, ման գալու եւ երեխաների հետ մեկտեղ միառժամանակ ուրախանում են նաեւ մեր մայրիկները։ Թող մեր մայրիկներն բոլորն լինեն առողջ, որ իրանց երեխաներին պահեն եւ հասցնեն իրանց նպատակներին։ Մայրիկներն էլ են երեխա, ինչ տարբերություն, որ տարիքում է որ լինես, քո ծնողի համար դու համարվում ես երեխա, այնպես որ թող բոլորն էլ լինեն առողջ, ուրախ եւ անհոգ ապրեն։ Մեր երեխաները նույնպես։ Վաղը պատկերացնում եմ ինչ եռուզեռը լինելու մեր քաղաքում, հետևորդներ ջան, օրինակ անցած տարի հունիսի 1-ին մեր շաուրմանոցում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը իրանց երեխաներին, թոռնիկներին բերել էին մեր մոտ հյուրասիրության, եկել էին այգի, այնտեղից եկել էին ուտելու եւ պատկերացրեք, որ լեփ-լեցուն էր, ասեղ գցելու տեղ չկար, երեխաներն այնքան ուրախ էին, գոհ էին, որ մենք էլ կողքից նայում եւ ուրախանում ենք եւ ինչ է պետք մեր երեխաներին ուրախ լինելու համար։ Մի փոքր, մի թեթև ինչ-որ մի ուշադրություն եւ երջանիկ են մեր թե ծնողները, թե երեխաները եւ թե բոլորը։ Այնպես որ վաղը ես գիտեմ, որ մեր մոտ էլ այգիում լինելու է անվճար կարուսելներ, այնպես որ բոլորը կարող են գալ, մասնակցել, ուրախացնել իրանց երեխաներին, հետո էլ կարող են զբոսնել, ման այնքան հաճելի օր կարող են անցկացնել, եթե իհարկե անձրևը չխանգարի, որովհետև մայիսը ինձ սկսել ենք, անձրևը մեզ հանգիստ չի տալիս։ Հուսով եմ, որ գոնե երեխաների կողմից կլինի եղանակը եւ մենք ունենանք հաճելի եւ լիարժեք օր։ Ես էլ վաղը պատրաստվում եմ իմ ամբողջ օրը անցկացնել իմ թոռնիկի հետ, ճիշտ է, ոչ լրիվ օրը, երևի օրվա կեսը, որովհետև պետք է աղջիկս հետ գնա իրանց տուն եւ այն մյուս տատի պապին էլ են ուզում երեխայի օրը շնորհավորել, այնպես որ կես օրը մեզ հետ կանցկացնի, իսկ կես օրը կվերադառնա իրենց տուն։ Դա էլ եմ շնորհակալ Փարք Տիրոջը, ոչինչ, թող կարճ լինի, բայց շատ լավ, շուշուտ եւ հետաքրքիր եւ միշտ թող կրկնվի։ Այնպես որ հետևորդներ ջան, ես բոլորն էլ ունեն շնորհավորում եմ ձեր բոլորի երեխաների տոնը։ Եղեք առողջ, պահեք ու պահպանեք ձեր երեխաներին, ձեր ընտանիքը եւ թող Աստծո օրհնությունը լինի բոլոր երեխաների եւ բոլորիդ ընտանիքների հետ։ Իմ հետևորդներ ջան, ձեզ շատ սիրում եմ, շատ անչափ։ Սիրել ասեցի, հիշեցի, այսօր պատկերացրեք նստած եմ լավաշի արտադրամասում, այսպես ու նկատեմ ինչ-որ մեկը ձեն է տալիս գոհար, սես դուրս նայեցի ու նայում եմ, տեսնում եմ ինչ-որ մի հատ անծանոթ կին ա ու ձեն ա տալի, այ գոհար, արի գոնե սենց տենամ քեզ, սաղ օրը YouTube-ով եմ տեսնում, առաջացա տեսնեմ ինձ իմ հետևորդներից, Օշականից, մի հատ շատ հաճելի տատի էր, եկել էր այստեղ փոշոտման իր ընտանիքի հետ միասին եւ ասում էր, որ անպայման ուզում էր ինձ տեսնելու եւ պատկերացրեք տան բոլոր անդամները զարմացել էին, թե ոնց մեքենայի մեջից ինձ խանութում նկատեց եւ ձեն էր տալիս։ Տան անդամներն էլ էին շատ լավ մարդիկ էին, բոլորը իջան, տղան, թոռները, ծանոթացանք, շփվեցինք եւ հեռախոսի համարներով փոխանակվեցինք, որպեսզի շփվենք։ Թող այդպիսի լավ մարդիկ, բարի մարդիկ շատ լինեն մեր Հայաստանում։ Բոլորիդ է շատ սիրում եմ, անչափ բոլորիդ շատ սիրում եմ ամենայն անկեղծությամբ։ Եթե դուք չլինեք եւ ինձ այս տեսակի չաջակցեք եւ շատ չսիրեք, ապա ես YouTube-յան աշխարհում դժվար թե հանդիպեի եւ դժվար թե ինձ տեսնեիք, այնպես որ բոլորը ձեր աջակցության շնորհիվ է։ Ձեզ շատ սիրում եմ։
Տեսեք դրսում մութ է, արդեն ահավոր ցրտեց եւ պատկերացրեք, որ այս ժամանակ նայեք փողոցները դատարկ են։ Փողոցներում մարդ չկա, ժամը 9 է, բայց փողոցներում մարդ չկա, դատարկություն է տիրում։ Հետևորդներ ջան, այս տարին այս տեսակ է սկսվել, քանի որ փոշոտումը լավ չստացվեց, մեր ուրիշ տեղից եկած հյուրերը շատ քիչ են եւ մեր քաղաքը այսպես տխուր վիճակում է։ Տեսեք, թե մարդ չկա համարյա թե փողոցներում մի երկու մեքենա է անցնում, որովհետև պատկերացրեք ահավոր ցուրտ է, աննկարագրելի, որ հիմա ես պլիտա կմիացնեմ, որովհետև ես ինքս արդեն մրսում եմ, բայց նայեք, թե ինչ գեղեցիկ է մեր Ստեփանավանը, գիշերով էլ շատ գեղեցիկ է։ Նայեք մեր ավագ դպրոցի պատն է, երևում է, ինչքան գեղեցիկ է սարքած պատը, մոտիկացնեմ, տեսեք, թե նայեք ինչ հաճելի է, սիրուն։ Մի քիչ փոքրացնում է։ Մեր քաղաքը այսպես շատ պասիվ է, հուսով եմ, որ գոնե վաղը հունիսի 1-ին մի քիչ ակտիվություն կնկատվի մեր քաղաքում կամ ընդհանրապես ամառվա այս 3 ամիսը ակտիվ կլինի մեր քաղաքը։ Ցուրտ է, հաստատ այս ցրտին ոչ մեկ իրանց երեխաներին տանից դուրս չեն հանում, անգամ մենք դուրս չեն գալի, որովհետև հաստատ կհիվանդանանք։ Հետևորդներ ջան, տեսեք, թե ինչ տեսակի արտակարգ փոշոտում է լինում, տեսնում եք, թե ինչ ձև է փոշին թափվում, իրականում այս տեսակ պետք է լինի, եթե փոշին այս տեսակ գալիս է, ուրեմն լիարժեք փոշոտում է։